Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ, առաջին լրատվական է եթերում իր ոդկաստ ձևաչափով խոսում ենք ամենատարբեր կարևոր թեմաներից, սոցիալական, մշակութային, ինչպես նաև երբեմն քաղաքական, հասարակական, հանրային հնչեղություն ունեցող, բայց ամենակարևոր բաղադրիչներից թերևս կրթական բաղադրիչն է մեր այս ոդկասթների կարևոր թեմաների շրջանակներում քննարկվում եւ ուզում եմ մի հետաքրքիր հարթակի մասին խոսել, ներկայացնել, որովհետեւ մենք հիշում ենք կորոնավիրուսը ամբողջությամբ փոխեց կրթական համակարգը, պարզ դարձավ, որ կարելի լավագույն բարձրագույն կրթություն ընդ որում ստանալ լավագույն համալսարաններում առցանց տարբերակով, պարտադիր չէ դրա համար տեղափոխվել այլ երկրներ, այդ կենցաղային խնդիրների մեջ մտնել, համալսարանի կամ կից տուն գտնել, երկրում նոր կենցաղավարություն սկսել, կարելի է դա անել նաև առցանց տարբերակով, ու թերևս այս գաղափարն էր այս նոր նախաձեռնության հիմքում, որը այնքան էլ նոր չէ, բավականին արդեն տարածվել է, խոսքը դասաթու, այստեղ հետաքրքիր բառախաղ է, դասարան եւ թու երկուսով, այսինքն դաս երկուսով։ Այս հարթակի մասին է խոսքը, հիմնադիրը Սամվել Հովհաննիսյանն է եւ իր հետ կզրուցենք, թե ինչպես է հնարավոր կրթական այս մոդելը արտահանել դուրս, ինչպես Թումոն է, որը հաջողված այսպիսի մի մոդել է ու էտալոնային է համարվում մեր հայաստանյան իրականության մեջ։ Բարև ձեզ, Սամվել, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եկաք։ Դուք ես գիտեմ որ արտերկրում եք ապրում, Միացյալ Նահանգներում եք ապրում ու արդեն անցել եք երկրորդ դասաթուի կրթական մյուս մոդելին, FIBO մաթեմատիկական դպրոցը, որը որքան հասկանում եմ, դա նույն Թումոյի ուղղվածություն է, բայց մաթեմատիկա։ Ես ճիշտ եմ հասկանում։ Որպեսզի մեր հեռուստադիտողները կամ YouTube դիտողները չխառնվեն իրար, մի քիչ հանգամանալից պատմեմ եւ արագ։ Նախ հաճելի է ձեր ստուդիայում լինել եւ դուք այն մարդկանցից են քչերից եք, որ հաճելի է դրսում մենք ձեզ լսում ենք եւ մեր առօրյան նաև ինչ-որ ձևով Հայաստանի պատկերացնում ենք օբյեկտիվ իրականությունը, դուք նրանցից մեկն եք, որի համար շնորհակալություն։ Ինչ վերաբերում է մեր հարթակին, ես 2017-ին դեռ հղացել էի, այն ժամանակ Skype ծրագիրը կար, Zoom-ի մասին դեռ չգիտեինք, որ հնարավոր է Skype-ով էժան գներով Հայաստանից սովորել։ Բայց իմ ընկերներից ոչ ոք չէր արձագանքում, ես ունեի 3 ուսուցիչ, 5 աշակերտ։ Հիմա քանիսն են 600-ը։ Հիմա մոտ 600-580-ի կարգի ուսուցիչ ունենք եւ հազարավոր ուսանողներ ունենք, թիվը տատանվում է ամեն ամիս, կարող 500 հոգի մտնի, 500 հոգի դուրս գա, բայց երբ որ մենք հարթակը արդեն COVID-ի ժամանակ մեծ թափով գործարկեցինք, մեզ միացան մարդիկ, որոնք ուղղակի ուզում էին փորձել, օրինակ ջութակ։ Անհնար էր մեզ թվում, բայց հիմա ջութակը հեշտ on-line հնարավոր է սովորել։ Կամ, չգիտեմ, դհոլ։ Ուզում եմ ասեմ մաթեմատիկան, շախմատը դրանք շատ հեշտ է on-line սովորել։ Իսկ ջութակը պետքա դու live լինես, ձեռքը երեխայի սեղմես, վիզը նայես, չէ, ինքը տեխնիկա է։ Բայց այս ընթացքում ինչպիսի բարդություն ուզեք հաղթահարել ենք, ինչպիսի լեզվով ասեք հաղթահարել ենք, դրա համար շատ վստահ ենք, որովհետև գիտենք ինչպես ընտրել լավ ուսուցիչներ։ Մեր սկզբունքը հետևյալն է. ուսուցիչը բնակվելու է Հայաստանում։ Պարտադիր պայման է։ Այո, կարևոր չի ազգությամբ ով է։ Մեզ մոտ ռուսներ կան, շատ սիրիահայեր ունենք, որ վերադարձել են, մեկ ճապոնացի հիմա, տենց կամաց շատանում ենք։ Իսկ ինչու են տրվել հենց այդ, ես իհարկե շատ ողջունում եմ այդ սկզբունքը, բայց ուզում հասկանալ ձեր մոտիվացիան, ինչու հենց ուսուցիչը պետք է լինի Հայաստանում։ Դե երկու պատճառ կա, մեկը բիզնես լոգիկայով, որտեղ ավելի էժան է, անկեղծ, որտեղ Ամերիկայում նույն դասերը $50 արժեն։ Իսկ ձեզ մոտ։ Ասենք 20-25 մեկ դասը, հա, բայց երկրորդ կոմպոնենտը ես 16 տարեկանից տարբեր բիզնեսներով եմ զբաղվում, ես անհանգիստ հոգի ունեմ, վերջին լավագույն բանը, որ արել եմ, եղել է բյուրոկրատ գրախանութ, օրինակ Սարյան փողոցի վրա, որ 10 տարի ես պահեցի, թեև դրսում էի, ես սիրում եմ այդ գրախանութը եւ կարծում եմ, որ Երևանի լավ պատմություններից մեկն է։ Ես էլ եմ սիրում ցավոք, հիմա այնտեղ մի հատ ուխտ է կանգնած։ Հա, այդ չեմ տեսել, չգիտեմ, կարծեմ ռեստորան։ Մեղավոր եմ, վաճառել եմ 2018-ին, փակվել է, բայց ուզում եմ պատկերացնեք, որ իմ չէ որ կարող են երջանկության տարբեր մակարդակներ լինել, ասենք կարող ես երջանիկ լինել որպես հայր, որպես ամուսին, որպես ընկեր, կարող ես երջանիկ լինել քո աշխատանքի մեջ։ Հիմա դասատուն ինձ տալիս է այն երջանկության գեր մակարդակը, որը ես գիտեմ, որ ես մեր երկիր ուղարկում եմ միլիոնավոր դոլարներ արդեն,
Ու դա ինձ չէ՞ որ երբ որ դու արտագաղթում ես նաև մի քիչ քեզ վատ ես զգում, որ երկիրը թողել ես, տեղում չես օգնում քո երկրին։ Այս դեպքում ես գտել եմ այն լավագույն բանաձևը, որով ասենք պատկերացրեք մարզում ապրող ուսուցիչը $1500 ստանում, օրինակ եմ էլի ասում, միտեղ Վանաձորում, միտեղ Սպիտակում, միտեղ Արևաշխող գյուղում, չգիտեմ։ Մենք ունենք բոլոր մարզերից վերցնում ենք եւ նախընտրություն ենք տալիս մարզերին եւ արցախցիներին անպայման։ Եթե մակարդակը նույնն է, էլի դիմորդի։ Եվ միևնույն ժամանակ մենք ասենք ուսանողներ ունենք, որ կեսով չափ ինյուվի ալյուտ է, կեսով չափ կոստարիկացիա, կեսով չափ ավստրալիացիա, կեսով չափ, չգիտեմ, տարբեր ազգեր են։ Իսկ աշխատանքային լեզուն այդ դեպքում, եթե անգլերեն մարզից է, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, մենք հենց հիմա Սպիտակ քաղաքի կողքը ունենք Վիկային, որը փայլուն իսպաներեն է խոսում, Իսպանիայում է բնակվել, վերադարձել է տատիկի տուն եւ ասում է ես Արևաշխող գյուղի ամենահարուստ աղջիկն եմ, իսպաներեն է դաս տալիս, բնակվում է տատիկի տանը։ Մենք ունենք Մաքսիմը օրինակ, որը ի դեպ երկոցի կարծեմ ֆինալ հասավ, Մաքսիմը կիսով հայ է, Մաքսիմ Գինո, կիսով չափ հայ, ծնվել է Ֆրանսիայում, լրիվ կարող է այնտեղ ապրել, մարդը որոշել է վերադառնալ Հայաստան, մենք իրեն վերցրել ենք աշխատանքի, երբ որ մեկ ուզում է native speaker, այսինքն ֆրանսերենի այնպիսի կրող, որը որ ազատ ֆրանսերեն կխոսի առանց ակցենտի, Մաքսիմը իրենց դասավանդում է ֆրանսերեն։ Այսինքն ձեր հարթակի շնորհիվ նաև շատ կարևոր հարց է լուծվում, որ երբ մարդիկ ասում են մենք ուզում ենք վերադառնալ Հայաստան, բայց աշխատանք չկա, չենք ուզում կորցնել մեր կյանքի որակի մակարդակը, ֆինանսական պատճառները, սա տարբերակ է, որ կարող են Այո, բոլորին չենք կարողանում օգնել, բայց օրինակ Արաքսյանն ենք, Հովանեսյանն, ինքը Ռուսաստանում էր բնակվում, շատ լավ աղջիկ էր, եւ գրեց որ կուզեի ձեզ մոտ աշխատել, ասի Արաքսյա ջան, որ օրը ոտքդ դնես Երևանից գրես որ վերադարձել ես, մյուս օրը քեզ կընդունենք աշխատանքի, երաշխավորում եմ $1000-ից ավել կաշխատես։ Ինքը վերադարձավ, մենք իրեն ընդունեցինք գործի եւ այդպես էլ մարդը աշխատեց։ Ունենք Վիտալին, որը որ Գյումրիում ապրում, ռուս-ուկրաինացի է։ Յասմինային ունենք, որոնք գիտեք արդեն հասկանալի դեպքերով այստեղ են։ Ռուսերեն է դասավանդում, իր native լեզուն է։ Հայեր կան, որ ուզում են երեխաները ռուսերեն սովորեն կամ ռուսերեն։ Իսկ աշխարհագրությունը ուսանողների որտեղից է, Հայաստանից է, Միացյալ Նահանգներից է։ Դա է սկզբում ասում, ի սկզբանե մենք վերցնում ենք ուսուցիչները միայն Հայաստանից, աշակերտները միայն արտերկրից, այսինքն Հայաստանից աշակերտը օնլայն չի կարող։ Չէ, նախ որտեղ մեր գները թանկ են, անկեղծ Հայաստանի համար։ Թեև տարբեր գներ եմ լսում, ոնց որ թե այդքան էլ թանկ չեն մեր գները, բայց եւ երկրորդը որ մենք այդ կազմակերպում, եթե մեզ հազարավոր երեխեք Հայաստանից դիմեին, մենք չենք հասցնի։ Մի արկան եկեք համատենք։ Իմ աղջիկը պարապում է ունգերուհուս երեխաները պարապում են քիմիա կենսաբանություն, դա մոտ կազմում է 60-ից 80 հազար դրամ, $200-ով $200, հա, մոտավորապես այդպես է անհատական դաս, եթե վերցնենք, իրենք խմբով են այդքան տալիս։ 2-3 հոգի Այդ շատ թանկ է։ Կամ մի անհատական։ Մեզ որ դիմեք, մենք ես չեմ ուզում մեր մասնագետներին վնասել իհարկե, մենք կարող ենք այդ գների մեջ։ Ուրեմն մրցակցային գներ են, այնպես եթե մասնավոր ուզում ես պարապել, ապա գները գիտեք ինչով է հարմար, դու տանն ես, դասերը առավոտյան ժամերին են, ասենք 7-ից 9։ Դու արթնացար, 2 ժամ դասավանդեցիր, աշխատեցիր քո պայմանական 20,000 դրամը, դուրս եկար տանից։ Ոնց որ կողքից երկրորդ գործ որպես քո ամսական 500-600,000 դրամը դու ունես առանց շատ օգնելու։ Պատկերացրիք։ Եվ այդպես մենք աճեցինք աշխարհագրություն աշակերտների հետևյալն է, մեծ մասը Կալիֆոռնիայից են, բայց մենք զարմանալի աշակերտներ ունենք Սինգապուրից, Ճապոնիայից եւ խառնամուսնություններ եւ արդեն հենց մաքուր այլազգիներ, այսինքն ոչ հայեր, որտեվ չգիտեմ դպրոցում Սինգապուրում գնում է երեխան կամ միտեղ ասում են բա ոնց է sense լավ մաթեմատիկա կամ ոնց է sense լավ շախմատ խաղում, ասում է սովորում եմ on-line հարթակում, որ հարթակում դասատու հարթակում լիքը հնդիկներ ունենք հիմա, Հնդկաստանի հնդիկներ, որոնք ապրում են Սան Ֆրանցիսկոյում։ Իրանք մեզ ճանաչում են հայերի շնորհիվ, որտեղ ծրագրավորող հայեր շատ կան, ինժեներներ, եւ այդպես գոլեգաներին պատմում են, որ իմ աղջիկը պարապում է, այսինքն մեր աշխարհագրությունը մոտարապես 15%-ը արդեն ոչ հայեր են, ֆիզիկապես մենք բոլոր երկրներում կանք, որտեղ որ հայերը գիտեք, չեմ կարող էլի բոլորը թվեմ, բայց sense Հոլանդիա, Շվեդիա, Ավստրիա, Դանիա, որտեղ որ հայ գիտեք, այնտեղ մենք ունենք աշակերտ։ Իսկ հայերի տոկոսայնությունը մոտ 85%-ը հայեր են։ 80%։ Սա ինչու եմ կարևորում, որովհետև մենք գիտենք, որ Սփյուռքը եւս ունի իր ներքին խնդիրները, ուծացման խնդիրը, լեզվի պահպանման խնդիրը, քանի որ չկան համապատասխան, գիրակնորյա դպրոցները բավարար չեն, որպեսզի այդ սերը դեպի հայրենիք կամ լեզուն, մշակույթը իմանալու համար, սա ինձ համար նաեւ որոշակի հենց այդ գործիքն է։ Մենք շատ ենք խոսում Հայաստանը Սփյուռքի հետ կապելու այդ տարբերակների մասին, սա ես դիտարկում եմ նաեւ այդ գործիքակազմից մեկը։ Եթե դուք այցելեք մեր
մեր Facebook-ի մեջ մենք ուղղակի ամաչում ենք, բայց որպեսզի դուք ծավալը պատկերացնեք, տարեկան առնվազն 2000 երեխա մեր աշակերտներից գալիս են Հայաստան եւ հանդիպում են իրենց ուսուցիչների հետ։ Դուք չեք պատկերացնի, դուք ֆոտոները որ տեսնեք, անկեղծությունը վիդեոն այդ երբ հանդիպումը տեղի ունեցել։ Երբ որ դուք տեսնեք այդ վիդեոներն ու ֆոտոները, երբ որ դուք հասկանաք, որ այդ երեխաների համար իրենց ուսուցիչները սուպեր հերոսներ են, իրանք պաշտում են այդ ուսուցիչներին եւ երբ որ մենք նրանց ընտրում ենք, հենց այդ սկզբունքներն ենք դնում հիմքում, որ ուսուցիչը լինի լավ մարդ, լավ մասնագետ, սիրի իր առարկան, չասի որ ուզում է զզվում է օրինակ Հայաստանից։ Մարդիկ կան ինտերվյուես, ասում եմ ես ատում եմ Հայաստանը, ուզում եմ գնամ, բայց մի տարի ազատ եմ, դաս կտամ, բան, ասում են գիտես ինչ, այդ քո մոտեցումն է, մենք չենք ուզում քո այդ գործ ունենանք, որտեղ մենք ուզում ենք պոզիտիվ մարդ, հասկանում եմ ամեն մեկը կարող ուրիշ ձև վերաբերվի Հայաստանին, բայց ամեն դեպքում ուրեմն քո այդ նեգատիվը չենք կարող թողնել, որ տարածվի երեխաների վրա։ Դրա համար մեզ մոտ աշխատում են փայլուն մասնագետներ, իդեպ նաև հայտնի եւ անհայտ։ Եվ իրենք եթե չսիրեն, ես ընդհանրապես կյանքում հասկացել եմ, եթե մի բանը չես սիրում, 6 ամսից ավել որևէ գումար քեզ չի կարող մոտիվացնի։ Անձամբ ես էլ եմ այդպեսին, եթե ասենք մարքեթինգային ծառայություն ունեի ժամանակին, նույնիսկ եթե այդ բիզնեսը քեզ հետաքրքիր չի, դու չես ուզում իրենց հետ աշխատել, ինչքան ուզում ես փող տան։ Հա, դու մի ամիս կդիմանաս 2-3, բայց դու տարբերակ կգտնես, որ չանես։ Դրա համար մեր համակարգում իսկապես մեծ սեր է տիրում, իսկապես։ Մեր ուսուցիչներից մեկը շատ լավ սահմանում է տվել մեզ, ասում է մենք փորձում ենք երեխաների երազանքները կապել Հայաստանի հետ։ Դրսում ապրող երեխաներ, էլի։ Եվ դա հաջողվում է։ Օրինակ, հենց վերջերս մի աղջիկ, որ պարապ մեր քիմիա, ուսուցչուհին, որ ապրում է Խուստուփ Լեռան մոտակայքում։ Ուսուցչուհին, Անայտը։ Համոզում է այս աղջկան, թե ինչի ես UCL-ի ուզում ընդունվես, արի Հայաստանի բժշկական ընդունվի։ Աղջիկը ընդունվում է Հայաստանի ուսում բան, Հերացու անվան բժշկական համալսարան, ծնողներով բան հետ են գալիս ընտանիքով Հայաստան։ Մեր համար դա հրաշք պատմություն է, որտեղ մենք նպաստել ենք ուղղակի այդ մարդուն դրթելով որ գա Հայաստան։ Փաստորեն իսկապես դա գործիք է Հայաստանը Սփյուռքի հետ։ Հազարավոր երեխա, մենք տետրեր ենք տպում, առաջ անվճար ենք բաժանում, բայց այնքան շատ է, հիմա մի քիչ գումար ենք վերցնում, տետրեր, ֆլեշ քարտեր, մենք ստեղծում ենք, չէ՞ ես գրախանութ եմ ունեցել, լավ գիտեմ գրքերի նաև արտադրությունը, եթե այդպես կարող եմ ասել, հրատարակությունը, մենք ունենք մոտ 250 խաղ, որ անվճար տալիս ենք մեր աշակերտներին, այսինքն եթե դու Սփյուռքում ես, դրսում ես եւ ուզում ես երեխադ հայերեն սովորի, դիմում ես դասադու, դու 100% գիտես, որ քո երեխան կգրի, կկարդա, կիմանա, կհետաքրքրվի, կխորանա, եթե 5 տարեկան էր դարձել է 10, մենք կփոխենք ուսուցչին, այդ մանկական ուսուցչին կփոխենք, կտանք արդեն, չգիտեմ, հայ գրականության մասնագետ, ինքը քո երեխա հետ կկարդա Իսակյան, Տերյան եւ ամեն ինչ։ Շատ ունենք նման դեպքեր, դրա համար եմ ասում, որ դասատուն իմ երջանկության, աշխատանքային, առաքելության, գերադրական աստիճանն է, որից ես որպես ամեն 10 տարի նոր բիզնես սկսող մարդ երբեք չեմ ուզում հրաժարվեմ, երբեք չեմ ուզում, ես հիմա 45 տարեկան եմ, պլանավորում եմ մինչև կյանքիս վերջ անեմ այս գործը, որտեվ ինձ ինքը ուղղակի մեծ երջանկություն է տալիս։ Բայց նաև on-line կրթության վերաբերյալ երկու կարծիք կա, ու մեկը պնդում է, որ դա շատ հարմար է, որ դու ժամանակ չես ծախսում խցանումների, տնից դուրս գալու, կազմակերպվելու վրա, իսկ մյուսը պնդում է, մյուս կողմը պնդում է, որ ավելի բարդ է կենտրոնանալ, հատկապես երեխայի համար on-line տարբերակով, որ off-line ունի իր առավելությունները, որ դու դա ուղիղ շփում է, կոնտակտ է, հետո երեխան ավելի կենտրոնացած է լինում, որտեղ համակարգչի առջև դու չգիտես ինչով կզբաղվի, կարող այդ բանը ինչ-որ խաղ բացի Discord խաղ։ Մենք մի քանի մակարդակում սա կարող ենք բացել։ Դեպքերը տարբեր կարող են լինել։ Ես միայն դրականը կարող եմ ասել, կփորձեմ բացականն էլ ասեմ on-line-ի, բայց տեսեք օրինակ, մեր գիտարի ուսուցիչը Խորենը ասում է ես երբեք չես սովորացրել on-line։ Դուք ինձ դրթեցիք, ես սկսեցի հիմա 40-ից ավել աշակերտ ունի, օրինակ։ Ասում եմ, տես, երբ որ երեխան գալիս է իմ մոտ արվեստանոց ու ես պետքա իրան գիտար սովորացնեմ, ես վերցնում եմ գիտարը ու նվագում եմ, իրա ուղեղում ինքը բավարարվում է, որ այս գործը նվագվեց, հետո որ հետ եմ տալիս իրան ու ինքը չի կարողանում նվագի, ինքը չի կարողանում հաղթահարի այդ դժվարությունը ու նվագի, որտեղ դժվար է գիտար նվագել սովորել, հատկապես սոլո, հա։ Բայց ասում եմ, երբ որ ես իրենց դաս եմ տալիս on-line, տնայինը ասում եմ, ինձ կուղարկեք ձեր վիդեոն նկարած։ Եվ երեխեքը, որ վիդեոն նկարում են, իրենք տեսնում են, չէ՞ որ վատ նվագեցին։ Ոչ ես ուղարկի վատ վիդեո։
ասենք դե արտասանում ես, հո սխալ արտասանած չես, այնքան կարտասանես, նորից ասում ինձ էլ հենց դա պետք, որ մի ժամ նվագեն, սովորեն, ուղարկեն։ Նույնը դասի ժամանակ ասում եմ, քանի որ ինքը առանց ինձ է, ինքը շատ ավելի մեծ ջանք է դնում։ Դա շատ հայտնի բան է սովորելու ժամանակ, այդպիսի գիրք կա, կոչվում է Talent Code։ Շատ դե բոլոր ծնողներին խորհուրդ կտամ, ես որպես 4 երեխաների հայր, այդ գիրքը կարդացել եմ եւ Դուք 4 երեխա ունեք։ Մենք 4 երեխա ունենք։ Վերջին աղջիկս մի տարեկան է հիմա Արևին։ Շատ լավ։ Շնորհավորում եմ, տպավորված եմ։ Ես միշտ համարում եմ, որ շատ երեխաներ ունեցող մարդիկ շատ երջանիկ է։ Իսկապես, հա, ճիշտ է, Սոֆիային մի քիչ չարչարեցի կնոջս, որտեվ դժվար է 40-ից լինելու բալիկներ ունենալ, բայց Սոֆիան հերոսաբար մեր նոր բալիկին լույս աշխարհ բերեց, ով մեծը 18 է, 13, 11 եւ 1։ Հիմա տեսեք Ձեր փորձարկումներ փաստորեն ձեր երեխաների վրա է։ Շատ զգուշ, հա, երեխաներին պետքա չխանգարել, բայց Talent Code-ի մեջ մի հատ շատ հետաքրքիր էպիզոդ կա, այդ գիրքը սովորացնում է ինչպես ցանկացած երեխայի սարքել տաղանդավոր։ Եվ ինքը գիտական գիրք է, ոչ թե տենց պատմում է, ինքը քեզ կոնկրետ պատմում է դա ոնց անել, մեթոդական ձեռնարկա։ Ոչ թե այդպես գեղարվեստական գիրք էլի։ Այդտեղ մի շատ հետաքրքիր էպիզոդ կա, որ Ամերիկայի առաջին համաշխարհային ժամանակ իրենք օթաչուներին, որ տրեյնինգ են անում, սովորեցնում են, ամեն երկրորդը ընկնում է։ Իսկ այդ սարսափելի մեծ թիվ է։ Հիմա մի մարդ կա, որը այն ժամանակ էլի, որը թռցնում է քեզ օթում, քեզ խափում է, հենց բարձրանում է, կոթ ասում է, վայ, երկու հոգով եք, չէ։ Ասում է, վայ, իմ բանը փչացավ։ Դու պետքա թռցնես, դու պետքա մեզ իջացնես։ Դու պատկերացնում եք, չէ՞, այդ մարդը որ թռել է կյանքում, ինքը ասում է հիմա թռնենք, մի հատ վերևից քեզ քաղաքը ցույց տամ, իջնենք, հետո սկսեմ քեզ սովորացնել։ Թռնում են, նոտ ասում է, փչացավ իմ բանը, դու ես քշելու։ Խափում է, էլի որ պետք է լինի, ինքը կարա իջացնի, չեն մեռնելու։ Այդ մարդիկ 100 անգամ թե 50 անգամ ավելի լավ են սովորում ինքնաթիռ քշել։ Եվ արդյունքում այդ մարդուն վերցնում են իրենց ռազմաօթային ծովերի գլխավոր մարզիչ, որովհետև իր մեթոդը անգամներով է լավն է, քան նրանց, որոնք գալիս են սկզբից գրասենյակ, տեսական բաներ են սովորում, հասկացաք։ Թռչուններն էլ են այդպես սովորեցնում, ձագերին վերցնում շպրտում են, հետո գնում են տակից, իրենք իհարկե թևերը բացում, պահում են, բարձրացնում են վերև, բայց շպրտում են։ Ապրեք, հիմա ես իմ լավագույն մենտորը, որ ունեցել եմ, կամ լավագույններից մեկը, օրինակ Վիլեն Մարգարյանը, որ ինձ թենիս խաղալը սովորացրել, կարծեմ նաև Տիգրան Ավինյանին, Բուրի վեսնիկի կորտերում, ընկեր Վիլենը օֆլայն էր, հա, մենք ֆիզիկապես շփվում էինք, եւ ինքը ֆանտաստիկ մոտիվատոր էր։ Մի բառ, երկու բառ կարող էր ասել, ու դու մի 6 ամիս մոտիվացվեր։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե ուսուցիչը լավն է, կարևոր չի ինքը օֆլայնն է, թե օնլայն։ Մենք ուսուցիչներ ունենք, որ հրաշքով, ասենք, հոսանքը գնում է, այդ մարդը մատերիալներ պատրաստած, նա հոսանքը ինչքան հաճախ են Հայաստանում տանում, չէ՞։ Ու մեկ էլ ինքը հեռախոսով միանում է, բստրում է, Google-ը անում, ճարում է, որովհետև օնլայն է, երեխան նստած է, լույսը գնացել է, լույս է գցում իր վրա, կարողանում է այդ դասը նենց անի, որ երեխան չզգա։ Այսինքն մենք ընտրում ենք ուսուցիչներ, մեր ուսուցիչներ իրենք մոտիվացնող մարդիկ են։ Եվ կարծում եմ, որ ուսուցիչի դերը դա պիտի լինի, որ քեզ vocation չի, որ դու ամբողջ կյանքում հիմա այս օրինակ անկեր Վիլենը ցավոք մահացել է, բայց իր խոսքերը ինձ հետ են։ Ինչպես եւ հին գրքերը, ասենք Արիստոտելի կամ Շեքսպիրի, իրանք մահացել են, բայց իրենց գրքերը մեզ մինչեւ հիմա մոտիվացնում են։ Իսկ ինչպես ներդնել է ձեր կրթական համակարգը մեր ընդհանուր ավանդական կրթական համակարգի հետ համադրել կան նման խոսակցություններ, խորհրդակցություններ, այ շատ կարևոր բան ասացիք, որ վերջում այդ մարդուն, որը խափում ասում էր, իր մեթոդը դրա հիման վրա ընդունել էին ռազմաօթային դպրոց որպես կարևոր ղեկավար։ Տեսեք, մենք արդեն ներդնում ենք, դուք խոսակցության սկզբում որ ասիք, ես դրա համար եկեք դասատուից մի քիչ խոսենք, որպեսզի ձեր դիտողը հասկանա ինչ ենք էլի անում։ Մենք ինքներս արդեն ներդրել ենք դա եւ ձեզ հիմա պատմեմ ինչպես։ Մենք մի պահ AI-ով, այսինքն արհեստական բանականությամբ նայեցինք այն ժամանակ data անալիզով, թե մեզ դիմող աշակերտները որ առարկան են վերցնում ամենաշատը։ Հետաքրքիր է, չէ՞, ասենք, եթե ունես խանութ, օրինակ, հա, որ գիրքն են ամենաշատը գնում։ Եվ տեսանք, որ մեր ամեն երկրորդ զանգողը գրանցում է մաթեմատիկայի, որովհետև երեխաները չեն կարողանում սովորել, չեն կարող, չեն սիրում, չեն ուզում, էական չի պատճառը, հետո մենք իմանանք, բայց մաթեմատիկա չեն սովորում։ Մենք ասենք, օքեյ, եթե մաթեմատիկա չեն սովորեցնում, եկեք իրանց այդ Ամերիկայի գրքերը վերցնենք եւ այդ գրքերով իրանց սովորացնենք։ Վերցեցինք, կարդացինք թիմով, էլի։ Ու տեսանք, որ հիմար գրքեր են։ Օքեյ, Ամերիկայի գրքերը լավը չեն։ Տանք իրանց սովետական գրքերը։ Դրանք էլ հին են։ Լավ, տանք հայկական գրքերը, դրանք է գուցե բարդ են։
Բա ինչական տանք, սկսեցինք կարդալ, սինգապուրական գրքերը համարվում են ամենալավը հիմա Harvard-ի կողմից, որտեղ Սինգապուրի մաթեմատիկա սովորողները ամենաշատն են ընդունվում Ivy League-ի այդ 50 top համալսարանները։ Okay, Սինգապուրն է կարդացինք, տեսանք, որ նման է սովետականին։ Սկսեցինք հասկանալ համաշխարհային մաթեմատիկայի դասագրքերը, ես մաթեմատիկոս չեմ, բայց թիմս մաթեմատիկոսներից է բաղկացած, իրենք ինձ ոնց որ բացատրում են, որ լավն են այս գրքերը կամ վատն են։ Մի խոսքով արդյունքում ես հավաքեցի ծրագրավորողներ, մաթեմատիկներ, այդ թվում Ամերիկայից, ոչ հայեր, մեծ խմբով եւ շատ տաղանդավոր դիզայներներ, իրենցից գլխավոր շատ հայտնի է Դավիթ Մարկարյան, որը նաեւ Թումո կենտրոնի դիզայնով է զբաղվել։ Դավիթը մյուսները բան, այսպիսի թիմով մենք սկսեցինք ստեղծել նոր մաթեմատիկական դպրոց։ Ֆիբոն։ Որ կոչվում է Ֆիբոնաչին հայտնի իտալական մաթեմատիկի անունով կրճատ Ֆիբո մաթեմատիկայի դպրոց, որպեսզի դուք պատկերացնեք, դուք մեծա մարդ եք հասկանաք, էլի մոտ 600 անիմացիա ենք սարքել։ 3-ից 5 րոպեանոց, որտեղ կա սցենար, այդ ամեն ինչը նկարած է, այդ ամեն ինչը շարժվում է, այդ ամեն ինչը խոսացվում է, հենց ժամանակ AI չկար ու մենք այդ դերասանը կարդում է, հետո այդ թիմը այդ վիդեոն գնում է մաթեմատիկները նայում են, ասեն, չէ, 5-ը չի կարա սենց գումարվի 8-ին, ուրիշ ձևի արեք, օքեյ, դառնում է 6, մի հատ դիզայները, անիմատորը, մյուսները, բան, այդ ձևով մենք միայն որ դուք մեկը 600 անիմացիա սարքի, դուք պատկերացնում եք, այդ ինչ մեծ գործ է։ Բայց ոչ միայն անիմացիաները, մեր բոլոր խնդիրները զարմանալի գեղեցիկ նկարված են։ Եվ հանելուկները եւ խաղերը, որ երեխաները մաթեմատիկական խաղում են, բայց մեր նպատակը այն չի, որ երեխաները խաղան։ Մեր նպատակը այն է, որ մենք ժամանակակից լեզվով խոսենք իրենց հետ, այն լեզվով, որոնք իրենք են սովոր մտնել ֆիլմից առաջ թրեյլերը նայել։ Մենք իրենց ասում ենք, օքեյ, այս դասի թրեյլերն է, լավ է, հա։ Նայեցիր հիմա այս դասի խնդիրներն են, այն սիրուն է նկարած, հետո կամած նկարները կորում են ու ինքը դառնում է սև-սպիտակ մաթեմատիկա։ Բայց արդյունքում ինքն է չի նկատում, որ կողքդ խնձոր են դնում կամ գազար, դու ուտում ես ու չես նկատում, մաուսով գործ ես անում, իրենք էլ չեն նկատում, ոնց խաբեցինք, իրենց բերեցինք արդեն զուտ մաթեմատիկայի աշխարհ։ Եվ դա մենք 3 տարի առաջ գաղտնի բացեցինք, վերցեցինք 100 ուսանող, մեզ ծանոթ ուսանողներից, 1 տարի փորձարկեցինք վստահ լինելու համար, որ լավ բան ենք արել, ինչ որ սխալներ գտանք ծրագրային, դիզայնային եւ այլն, դրա շտկեցինք, եւս 2 տարի արդեն բաց նավարկության մեջ մտնելով ունենք լիքը ռուսներ, հնդիկներ, ամերիկացիներ, հայեր, էլի մի 80%-ը հայեր են կամ 70։ Դասավանդող անձնակազմը թե սովորողները, հայ, դասնետողները բոլորը հայ են, Հայաստանից on-line։ Սովորողները։ Հա, եւ ես մոտ 6 ամիս առաջ որոշեցի իմ թիմով, մերոնք էլ շատ կողմ էին, որ մենք պետք է արդեն ֆիզիկական ուսումնական հաստատություններ բացենք։ Այ դրա համար եք Թումոյի համատություն որ բերում եք, շատ տեղին է։ Ոնց որ ձեր երեխային տանում եք Թումո, ինքը սենց հիացած դուրս է գալու, ինչ հավես էր էս մի բանը անել։ Մենք էլ մոտավորապես մի բան ենք ստեղծել, որ երեխան գա մտնի եւ ինքը ուզենա հետ գա։ Մեզ է դա պետք, որ ինքը ուզենա հետ գա, եթե 100 անգամ հետ գա, մենք իրանք սովորացնենք արդեն։ Սա ենք սարքել եւ ես եկել եմ Երևան, որ բացենք մեր առաջին մասնաճյուղը Վաղարշյանի վրա, ցավոք հիմա տեղեր չունենք եւ չեմ ուզում գովազդել, բայց կարող են ծնողները հետաքրքրվել, գալ ծանոթանալ։ Այսինքն արդեն գրանցված են մի քանի 100 երեխա եւ մենք երջանիկ ենք, որ Հայաստանում կարող ենք բացել նոր խոսք, ես կարող եմ սիրով պատմել մեր տարբերությունն, ասենք ֆիզմատից, շիրակացուց, քվանտից, պետական դպրոցներից, եթե կուզեք։ Եկեք մենք այդ դաշտ չմտնենք, որովհետեւ դա մրցակցային դաշտ է, ամեն մեկը ունի իր առավելությունները։ Չէ, ես չեմ ասում, որ իրենք վատն են, ես ասում եմ մենք տարբեր ենք։ Ընդհանրապես դա եմ ուզում ասել։ Բնականաբար ամեն մեկը իր կրթական տարբեր մեթոդ ունի, ինձ բայց հետաքրքրում է հետեւյալ հարցը, թե ինչու հենց խնդիրը այդ բնագիտական ուղղվածությունն է։ Մենք գիտենք, որ ժամանակին Հայաստանը, թե նաև խորհրդային տարիներին հենց բնագիտական ուղղվածությամբ էր շատ ավելի ուժեղ մեր ուսանողները, աշակերտները, բայց հետո աստիճանաբար մենք կորցրինք ու այսօր հիմնականում երեխաները հումանիտար են ընտրում։ Հումանիտար առարկաները ինչ ավելի հեշտ է, ավելի հասանելի է, թե մենք կորցրեցինք այդ ավանդույթը բնագիտական, ինչը տալիս է, ես շատ եմ դա կարևորում, որովհետև դա տալիս է մարդուն քննադատողական մտածողություն։ Ու ես ինքս եւս գիտեմ, անձամբ ես դասական ասում եմ, դասական հումանիտար եմ, ես շատ թույլ եմ հենց այդ առումով ու դա իմ աքիլեսյան գարշապարներից մեկն եմ համարում։ Տեսեք, պատասխանը ակնհայտ է, մենք սկսեցինք Ամերիկայի շուկայից, այնտեղ իրենց պետական կրթական դեպարտամենտը հայտնում է հետևյալ թիվը վախենալու, որ Ամերիկայի բնակչության երեխաների 74%-ը
չի կարողանում հաղթահարել 8-ից 9-րդ դասարան, այսինքն ավագ դպրոց անցնելու տեստը։ Այսինքն այդ երեխեքը 8 տարի ոչ մի չեն սովորել Ամերիկայում։ Մաթեմատիկայի թեստը։ Եվ բնականաբար, բայց Ամերիկայում միգուցե իրանք պլանավորում են բնակչությունը, չէ՞ որ իրենց Walmart-ում էլ աշխատող պետք, բենզա լցակայանում էլ աշխատող պետք, այսինքն 350 միլիոն բնակչությունը մոտարապես իրենք օքեյ են դրա հետ, որ երեխաները չսովորեն ավագ դպրոց, չընդունվեն համալսարան, իրենք էմիգրանտներով կարող են այդ բացերը լրացնել։ Մեր դեպքում մենք ես չգիտեի, որ Հայաստանում այդպիսի վիճակ է, որ երեխաները ատում են մաթեմատիկան հաճախ, վախենում են վիճակագրական, թե զուտ ձեր հետազոտության հիման վրա եք ասում։ Առանց հետազոտության մենք 3 օր հայտնեցինք, որ ընդունելություն է մաթեմատիկայի դպրոցում, մեզ դիմեց 600 ծնող 3 օրում։ Մեր համար այդ շոկ էր, իմ համար, ես չգիտեի, ով է Հայաստանում ուզենալու մաթեմ սովորի, չէ՞, Պարզվում պահանջարկը կա։ Պարզվում է երեխեքը չեն սիրում, չեն հասկանում, չեն ուզում, վախենում են, խուսափում են։ Իսկ մենք հենց այն ճանապարհն ենք, որը բերում է նրան, որ սիրեն։ Մենք այդ սիրելի մաթեմատիկան ենք։ Նու իհարկե ինքը մաթեմատիկա է, էլի դժվար է, բայց ուսուցիչները այնքան բարեհամբույր են, ոչ ավանդական են, ջղային չեն, բան էլի տենց շատ բարի հանգիստ ընկերական, որովհետև գիտեք, սխալ անելով է միայն հնարավոր սովորել։ Ես պրոֆեսիոնալ թենիս եմ պարապել եւ միակ ձևը, միակ սովորելու դա պարտությունն է։ Եթե դու խաղը հաղթում ես, դու գնում ես տուն ուրախ։ Եթե դու պարտվում ես, դու գնում ես տուն ու ամբողջ ճանապարհին, հետո գիշերը, հետո մյուս օրը քեզ ուտում ես, որ բայց ես որտեղ ես սխալ խաղացի, բայց ես ինչ սխալ արի, դու հասկանում ես դու ինչ սխալ արեցիր, ու մյուս անգամ դա չես անում կամ փորձում ես չանել։ Հիմա նույնն էլ մաթեմատիկան է, երեխեքին ոչ մեկ չի խրախուսում սխալ անել։ Ոչ մեկ չի կամ սխալը այնքան բան է թվում, որ ընդհանրապես կյանքում ես օրինակ սովորել եմ չտխրել, մենք տարիքի հետ գուցե դուք էլ Գոհար արդեն պատկերացնում ես, երբ որ 20 ես, ամաչում ես, վայ, մի բանը ծուռ էր, վայ, մի բանը նենց չէր։ Մեծ տարիքում արդեն գալիս է անգլերեն ասում են grit, երևի համառություն կամ պնդաճակատություն կամ չգիտեմ, այդ բառը հայերենով։ Կամ չի գալիս, դուք պարտադիր չէ որ գա, կան մարդիկ, որոնք պարտություններից դա որպես մարտահրավեր են ընդունում ու պատրաստ են դա հաղթահարել, իսկ կան մարդիկ, որ դա կոտրվում են այդ պարտություններից, որտեղ պարտությունը դա դու չես կարող ապահովագրված չես ընկնելուց, բայց քո որոշումն է ընկած մնաս, թե վեր կենաս։ Ու ոչ բոլորն են հատկապես երիտասարդ տարիքում կարողանում լինում են, որ հակառակը դեպրեսիաների մեջ կարող են ընկնել այդ պարտությունից, ֆրուստրացիա իրենց մոտ առաջանում, կոտրվում են։ Այստեղ շատ կարևոր է հենց այդ ուսուցչի դերը, որ կարողանա մոտիվացնել, որ ասել ոչ վեր կաց, դա ընդհանրապես հերթական քայլ է, այսպիսի բաներ կլինեն քո կյանքում։ Մեր նպատակը հենց դա է, որ երեխաները մաթեմատիկայից ուղղակի չվախենան, երբ որ չես վախենում, սկզբից մի տողն ես լուծում, հետո երկրորդ, մեկ էլ բացվում է այդ խնդիրը։ Իսկ մեծերին ընդունում եք, ես սարսափում եմ մաթեմատիկայից։ Մեր մոտ հետաքրքիր ավանդույթ կա, եթե ծնողը գալիս է ուշանում է, պետք է խնդիր լուծի, որ մտնեն ներս։ Ծնողը։ Ծնողը, որովհետև ծնողն է ուշացրել։ Մենք կմնանք դրսում։ Չէ, երեխան կարող մնա, բայց դուք դի լուծեք։ Իսկ սա որպես Made in Armenia Հայաստանում արտադրված կրթական մոդել արտահանման հնարավորությունները։ Հենց դա է իմ ամբողջ նպատակը եւ եկեք այսպես անենք Made in California եւ Armenia իրար հետ համատեղ ձեռնարկությունն է։ Ասում եմ բենզին նаш, իդեյ նаш, չէ, բենզին վաշ։ Հիմա միասին ենք սարքել եւ ինչ ենք մենք ուզում անել, տեսեք աշխարհում օրինակ կան հագուստի հազարավոր բրենդեր։ Ուտելիքի միլիոնավոր բրենդեր, այսինքն դու եթե ուզում ես Հայաստանում բացել, չգիտեմ, Fat Burger, կարաս գնաս դիմես, բերես բացես։ Իսկ մաթեմատիկայի կա ընդամենը 2-3 հատ։ Այսինքն եթե Հայաստանը ունենա դա օլիգոպոլիկ շուկա, այդպես ասենք, հա, ու այդքան էլ լավ չէ, մի հատ լավը կա եւ ֆրանչայզով չեն տալիս, տերերը իրանք են բացում։ Այսինքն մաթեմատիկական ֆրանչայզը, եթե վստահ եմ ձեր աուդիտորիան հասկանում է ինչ մասն եմ, չէ՞ խոսում, օրինակ, հա, եթե դու ուզում ես պաշտոնապես այդ բանը ֆրանչայզով ապրեք, հա, Zara հագուստի խանութ, դու դիմում ես Իսպանիա, ստանում ես Zara հագուստ վաճառելու լիցենզիա եւ վաճառում ես իրենց պայմաններով։ Հիմա մենք, երբ որ ունենք արդեն այս դպրոցը, ինքը after school, այսինքն դպրոցից հետո դպրոց է, էլի, ոչ թե ամենօրյա դպրոց։ Մենք IS ինքը ծրագրային ապահովում, այսինքն software curriculum-ը, այսինքն ծրագիր, եւ մեջը վարժություններ են, որ պատկեր, ինչա, չէ, Իրանից ներկայացնում ինքը ծրագիր է, գրատախտակ է եւ այլ եւ նյութեր, հա, վիդեոներ, խաղեր, խնդիրներ, տնայիններ եւ այլ։ Հիմա մենք կարող ենք այս նույն
ոնց որ թումո կենտրոնը, որ դուք շատ ճիշտ համատություն արեցիք, մենք կարող ենք մեր այս դպրոցը վերցնել եւ դա իմ նպատակն ու պլանն է, ուրախ կլինեմ, եթե պետությունը մեր հետ աշխատի սիրով, վերցնել եւ որպես հայ կալիֆոռնիական բրենդ, Կալիֆոռնիան լավ է, որովհետեւ դու գնում ես Դուբայ կամ Քուվեյթ կամ այդտեղ, որ ասում ես Made in California and Armenia, այդ լավ է։ Եվ տանել վաճառել սա որտեղ ուզեք, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Մոսկվայում, որտեղ եք ուզում, ամենտեղ կարող ենք անել, որտեղ ամենտեղ կան երեխաներ, որոնք ատում են մաթեմատիկան։ Իսկ մենք դա լուծում ենք գեղեցիկ ու ոչ թանկ ձևով։ Շատ հետաքրքիր կոնցեպտ է, իսկապես, ես կարծում եմ, որ նման պարագաներում պետությունը եւս իր անելիք ունի, երբ հետաքրքիր ստարտափ կամ արդեն կայացած գործող հարթակ գաղափար է տեսնում, ինքը որպես բիզնեսմեն այս առումով նաև պետք է որպես բիզնես պետք է մտածի, թե ինչպես դա իմպլեմենտացնի սեփական համակարգում, ինչպես վաճառի, որովհետև դա ոչ միայն ֆինանսական շահույթ է, այլ նաև հեղինակություն է։ Իսկ այսօր մենք գիտենք մրցակցություն է ամբողջ աշխարհում, թե որ երկիրը ինչ կարող է օգտակար լինել մարդկությանը, ու հենց այս չափորոշիչներով են որպես կանոն հարաբերություններում, դիվանագիտությունում, քաղաքականությունում գնահատում, թե տվյալ երկիրը ընդհանուր գլոբալ առումով ինչ օգուտ է ստեղծում, ինչ հնարավորություններ է տալիս։ Սա այն նիշան է, որը Հայաստանը վստահաբար կարող է հենց նույն այդ կրթական կամ յունիկ, օրիգինալ, տարբերվող, ինքնատիպ, ինովացիոն մեթոդներով կարող է իր տեղ ունենալ։ Դուք փայլուն ձևով ձևակերպեցիք տնտեսագետների վերջին 300 տարվա ամենալավ տեսություններից մեկը, որ կոչվում է համեմատական առավելությունների տեսություն կամ մրցակցային առավելությունների տեսություն, դրա հիմնադիրներն են, ասենք Ադամ Սմիթը, Վիլյամ Պետին, Դավիթ Ռիկարդոն, նման մարդիկ, որոնք տարիներով, հետո Քեյնսը, հետո մյուսները 21-րդ դարում այդ տեսությունը, եթե չեմ սխալվում, կոչվում է Theory of Unique Advantages, որը հենց նոր դուք նկարագրեցիք։ Չեմ կարդացել թեորիային ծանոթ չեմ, եզուց իմ կենսական փորձով եմ նկարագրեցիք, որովհետև երկրների միակ տարբերությունը եւ առավելությունը հենց այդ theory հիմա դառել է Theory of Unique Advantages, առաջ կոչվում էր Theory of Competitive Advantages, մրցակցային առավելությունը, եւ դա ապացուցված է մաթեմատիկորեն, որ այն երկիրը, որը ունի իր առավելությունը, պիտի միայն դրա մեջ խորանա եւ չարտադրի ոչինչ ուրիշ, քան իր երկրի առավելություններն են, այսինքն եթե դու գտել ես, որ կոճակ արտադրելը քո երկրի լավագույն ֆինանսական արդյունքն է տալու, կոճակ պիտի արտադրի ամբողջ երկիրը։ Ինչպես Թայվանը չիպեր։ Ապրեք։ Ամերիկան կործանվել էր, երբ որ այդ կոവിഡ്ի ժամանակ չիպերը կանգնել էին ու մենք Ամերիկայում ավտոների գները կրկնապատկվել են, որովհետև չիպերը չկային։ Ու այդ ժամանակ բոլոր ամերիկացիների համար Թայվանը դեռև շատ կարևոր ու սիրելի։ Պրեզիդենտից սկսած։ Հիշեցին Թայվանի։ Բոլորը սիրեցին։ Հիմա պատկերացրեք, մենք ունենք շանս, օրինակ 30-40 միլիոն երեխա կա Ամերիկայում, իրենց մաթեմատիկա սովորացնենք ու իրենք ասեն, վայ, գիտես, on-line միանում է իմ Հայաստանի դասախոսը ու անունը ճիշտ ասեն Armenia, ոչ թե Albania, եւ սովորեն եւ հետագայում էլ դառնան իրենք պրեզիդենտ ու ասեն, գիտես, իմ մաթեմատիկայի դասատուն հայ եղել։ Այդ շատ մեծ հարգանք է մաթեմատիկա։ Ադրսում շատ են հարգում դասատուներին։ Լինել պրոֆեսոր, օրինակ Իսպանիայում պրոֆեսոր, չէ, ուսուցչին են նույնիսկ, եթե ճիշտ չեմ սխալվում, պրոֆեսոր են ասում։ Այսինքն մենք արտահանում ենք սպիտակ բան, մենք արտահանում ենք գեղեցիկ բան, կրթություն։ Դրա համար է ինձ այս թեման դուր գալիս եւ ինձ ոգևորում է։ Շնորհակալություն Սամվել հարցազրույցի այս ջերմ մթնոլորտի գաղափարների ու նաև ձեր այդ ամբողջ գործունեության համար։ Նշեմ, որ ոդկասթի մեր ձևաչափով զրուցեցինք մի նոր շատ հետաքրքիր արդեն կայացած ինովացիոն մի հարթակի մասին, դասատու, ինչպես նաև FIBO կրթական մաթեմատիկական այդ դպրոցի մասին, հիմնադիրը Սամվել Հովհաննիսյանն էր, կարող եք գրել ձեր հարցերը մեկնաբանության բաժնում, ինչպես նաև կարող եք հետևել Սամվելի այդ կրթական հարթակի էջերին, եթե ձեզ այս թեման հետաքրքիր է եւ ակտուալ։ Շարունակեք հետևել իրադարձությունների զարգացմանը, չմոռանաք բաժանորդագրվել։